բացող աչքերի պատճառով հեռուստասերիալում զգացմունքները դառնում են հարվածի նման ուժգին, իսկ լռությունը ամենավստահ կեղծիքը։ Տան բակում նստած Ռեբեկան աննկատ տեսնում է ծառի հետևում կանգնած Արամին։ Արամը գաղտնի հետևում էր Ռեբեկային, ցանկանում էր ևս մեկ անգամ նրան տեսնել։ Այդ պահին բակ է դուրս գալիս Սառան ու առանց իմանալու, որ Արամն այնտեղ է, սկսում է խոսել հենց նրա մասին, եւ Ռեբեկան հպարտ, բայց ցավից կոտրված ներսից սկսում է ստեր հյուսել։ Նա բացահայտ ասում է, թե իբր Արամն ընդամենը գործիք էր իր ծանր օրերը թեթևացնելու համար, եւ իրականում ոչինչ չի եղել։ Նա ասում է, որ պարզապես օգտագործել է Արամին մոռանալու ցավը, իսկ հիմա ամեն ինչ ավարտված է։ Արամն այդ խոսքերը լսում է, նա մի պահ քարանում է, իսկ հետո հեռանում, լուռ, զգուշորեն, բայց անվերադարձ։ Նրա քայլերը ինչպես կորսված վստահությունը ձայն չեն հանում, բայց դղրդում են ներսից։ Երբ Արամն արդեն հեռացել է, Ռեբեկան սկսում է լացել։ Նրա խոսքերը սուտ էին, բայց որոշումը իրական։ Սառային ասում է, որ այսպես ավելի լավ է, թող Արամը իրենից հիասթափվի, քան հետո ավելի բարդ լինի։ Նա երբեք չի դավաճանի Վահեի հիշատակը, ու դա ամբողջ կյանքի համար է։ Մյուս կողմում Արմանն ու Էլան կանգնած են հարաբերությունների փլուզման եզրին։ Արմանը բացահայտ ասում է Էլային, որ իրենք բաժանվում են։ Սա այն դեպքն է, երբ ոչ մի թաքցնելու բան այլևս չկա։ Գարիկի պարտկատերերը Արմանի տունը տակնու վրա են արել, իսկ Էլան չի հավատում, չի ընդունում իրականությունը։ Նա ասում է, որ հետագայում Արմանը զղջալու է, որ հեռացել է իրենից այս պահին, երբ ամենաշատն էր նրա կարիքը զգում, բայց Արմանը կայացնում է ամենածանր ու ամենախելամիտ որոշումը։ Նա հեռանում է ի սեր Էլայի անվտանգության։ Իսկ Սարոյանը որպես վերջին հույս գնում է Գարիկի մոտ բանտախուց։ Նրա ձայնը խիստ է, բայց ներսում աղերսանք կա։ Նա փորձում է սթափեցնել Գարիկին, ասելով, որ բավական է տանջել որդուն, որ եթե մնաց այդ ճանապարհին, ոչ միայն ինքն է կործանվելու, այլ նաև որդու կյանքը, Արմանին։ Նա ասում է, ինքդ քեզ արդեն կործանել ես, հիմա մի շարունակիր Արմանի կործանմամբ։ Սարոյանի հեռանալուց հետո բանտախցում հաստատվում է խոր լռություն, եւ այդ լռության մեջ Գարիկը կատարում է իր վերջին ու անդառնալի քայլը։ Նա ավարտում է այն կյանքը, որն ի սկզբանե ստեղծված էր խախտելու ուրիշների խաղաղությունը։ Կարճ ասած, Գարիկը ինքնասպան է լինում։ Բարի օր։ Այսօր օրը սկսում ենք էլի պապիկի տնից ու երևի մինչև ուշ էստեղ ենք լինելու։ Չէ, ճիշտ հասկանանք։ Էլի շփվում ես դու։ Այո, նա պետք է տեղը հանեմ, այն օրերի որ չկայի։ Օ, ինչ գեղեցիկ ես։ Oh, thank you. Սիրում եմ քեզ։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Դու դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Ահաց մոժը խմի։ Այ ճիշտ անում։ Ճիշտ անում։ Այո։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափտուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնել։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին, բարև։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխակ։
Ես մեկի մեջ եկավանք հայտնենք։ Այս մեկի մեջ էլ Շարժում անոն քեզ, բայց դրանց ռիսպանվիլի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ, չհարմարվեք նման պայմաններին։